Հայրը մի կյանք նվիրում է զավակին և ամուսնուն, հանուն նրանց գնում է կամավոր զոհողության։ Մեծամասնապ մի օր դավաճանվում է ամուսնու կողմից, իսկ զավակից լսում է ինչ ես արել իմ համար, որ ընդ որում լսում է դա այն ժամանակ, երբ կյանքի մայրամուտն է, իսկ ամբողջ կյանքը ինքնազոհություն և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ։ Բոլորս կյանքում ունեցել ենք ընկերներ, հարազատներ, որոնց համար ըստ մեզ արել են ամեն ինչ, որ նրանք նեղության մեջ չլինեն և երջանիկ լինեն։ Կամավոր գնացել ենք ինքնազոհության։ Մեծամասնամբ մի օր դավաճանվում ենք նրանց կողմից և լսում ենք ինչ ես արել մեր համար, որ ընդ որում լսում ենք դա այն ժամանակ, երբ կյանքի մայրամուտն է, իսկ ամբողջ կյանքը ինքնազոհություն և ոչինչ փոխել հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյան։ Մի ամբողջ կյանք պայքար, մի ամբողջ ազգ ազատվեց ստրկությունից, զոհասեղանին դրվեց 4 երեխաները նրա և կնոջ կյանքը, անվտանգությունը, պայքարի որոշակի փուլը նրան կարող էր զրկել կյանքից, Աստծո կամքով միայն զրկվեց ազատությունից։ Պայքարի ընթացքում ստացված ցանկացած առաջարկություն նրան կապահովեր բարեկեցիկ կյանք, մերժեց հանուն գաղափարի, իրականում վերացական, հավաքական, չանձնավորված մի միավորի, որ կոչվում է ժողովուրդ, մեր դեպքում հայ։ Արդեն լսում ենք շշուկներ, որ ոչինչ չի փոխվել, վաղը կբարձրաձայնեն այդ մասին, մյուս օրը կգոռան և մեկ օր կդավաճանեն ու կասեն ինչ ես արել մեր համար, որ այ Նիկոլ։ Ընդ որում կասեն դա այն ժամանակ, երբ նրանց խոսալու, գոռալու և բարձրաձայնելու, արժանապատիվ ապրելու, աշխատելու և արարելու իրավունքը վերականգնված կլինի անդառնալիորեն։ Իսկ Նիկոլ այդպես էլ չի մտաբերի, թե ինչպես մեծացան երեխաները, ինչպես, ուր և ինչի համար փոշիացավ իր երիտասարդությունը և այդքանից հետո ինչու ինքը մնաց չհասկացված ու դավաճանված։ Ընդ որում փոխել արդեն ոչինչ չի կարելի։ Եվ Նիկոլը դա չի հասկանա այնպես, ինչպես չի հասկանա դավաճանված մայրը, ինչպես չի հասկանա դավաճանված ընկերը։ Ցավոք այդպես եղել է, կա, բայց հուսամ գոնե այս անգամ այդպես չի լինի։ Հակառակ դեպքում կունենանք մի հիմար, զավեշտալի ու փակ շրջան։ Գնահատենք այն, ինչ որ ունենք՝ ծնողին, զավակին, ընկերոջը, արևը, հայրենիքը, Աստծուն, լիաթոք շնչելու և մարդ զգալու հնարավորությունը։